Այսօր 2015 թվականի հունիսի 28-ին Սիրիաց աշխարհի ամենաճկնաղ քաղաքում Քաջարանում մեծ տոն է։ Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթի մարզային փուլը։ Այսօրվա միջոցառում իրենց ներկայությամբ պատվել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, մարզպետարանի մշակույթի սպորտի բաժնի պետ Սարգո Դավթյանը։ Միջոցառման անմիջական կազմակերպումն ու անցկացումն իրականացնում է Քաջարանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժինը։ Այսօրվա միջոցառմանը մասնակցում են առաջին փուլին մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները Քաջարանից, Կապանից, Մեղրիից և Սիսիանից։ Մրցույթի մասնակից ընտանիքներն իրենց ուժերը կչափեն 6 մրցաձևերում, որտեղ յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերած 3-ական ընտանիքներ իրավունք կնվաճեն մեկնելու Ծաղկաձոր մասնակցելու հանրապետական փուլին։ Շատ սիրելի մրցավարներ, հարգարժան ներկաներ և շատ պատվելի մարզային փուլի մասնակից ընտանիքներ։ Ուրախալի է առավել քան, որ Սյունիքը իր բարձր գագաթնակետին գտնվելով մարզային առումով ևս առաջատար է և այսչափ ընտանիքներ գնահատում են սպորտը և առողջ կյանքը ընտանյոք հանեց։ Ուրախալի է այն փաստը, որ մենք բոլորս միասնաբար կարողանում ենք հավաքվել և միասնաբար կազմակերպել մի ընթացք, որ յուրաքանչյուր հայ մարդու համար անհրաժեշտություն է։ Ուզում եմ շնորհավորել նախ այսօր ձեզ բոլորիդ սիրելի մասնակիցներ մարզային փուլի, որ գտնվում եք այստեղ և եկել եք ձեր ներկայությամբ, ձեր վարպետությամբ, ձեր հնարամտությամբ ու սպորտային կարողություններով հիացնելու, ինչու չէ նաև զարմացնելու մեզ բոլորիս։ Մասնավորաբար վստահ ենք, որ դուք այսօր պիտի ցուցաբերեք շատ բարձր ցուցանիշներ և մեկ ընդմիշտ փաստեք, որ այո Սյունեցի հզոր է իր լեռների պես, առողջ է և կանգուն է, ինչպես իր լեռները։ Աստված թողորտի բոլորիդ։ Սպորտը և հոգևոր կյանքը ներդաշնակ են իրար հետ։ Կողք կողքին, ձեր ձեռքի բռնած են քայլում նրանք։ Առողջ հոգի, առողջ մարմնի մեջ այս հասկացությունը շատ հաճախ լսվել են մեր ակաշների մեջ և հնչել մեր շուրթերից, բայց սա այսօր պիտի կյանքի կոչենք։ Այո, ցույց տալու, որ մենք առողջ հոգի ունենք և մեր մարմինն առողջ է։ Եվ մենք հոգին ու ոգին կայուն, պինդ և ուժեղ հարատևելու ամեն դժվարություններին և ցանկացած մարտահրավեր դիմակայելու։ Կխնդրեմ, որ բոլորս հիմա ոտքի կանգնենք, ովքեր նստած ենք, միասնաբար աղոթքով բացենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն
Հայր մեր որ երկինս է սուրբ Եղիսիանում քո եկեսի արքայություն քո Եղիսին կամ քո որպես երկինս եւ երկրի ըսած մեր անաբազոր դու մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողուն մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկիած մեզի չարե զի քո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն ըս գործս ծերած մերոց ուղի գարայի մեստեր եւ ըս գործս ծերած մերոց հաջողիա մեզ ամեն շնորհավորում եմ եւ մաղթում եմ բարձր ցուցանիշներ բոլորին Ողջունում եմ բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին, այս միջոցառման բոլոր կազմակերպիչներին, Քաջարան քաղաքում եւ մաղթում եմ բոլորիդ այ մեր ընտանիքների կաջարողություն, հարատև երջանկություն, կարծում եմ այսօրը ձեր յուրաքանչյուրի կյանքում կլինի հիշարժան եւ նաեւ կարծում եմ պետք է ունենալ ուժեղ հոգի, նաեւ ուժեղ ոգի նման միջոցառումների մասնակցելու համար այստեղ ամրապնդվում է ընտանիքը, այստեղ կայանում է սերունդը։ Շնորհակալություն այն բոլոր մասնակիցներին, ովքեր ցանկություն են հայտնել եւ քաղաքային փուլերին եւ նաեւ մարզային ու վստահ եմ հաղթելու է բարեկամությունը կմտերմանակ ի վերջո այսպես սյունեցները եւ սյունեցների մտերմության նաեւ քայլերից մեկը սա է։ Մենք նաեւ պատերազմը ինքը արհավիրք էր, բայց մենք կարողացանք պատերազմի դաշտում ճանաչել մեկը մեկին, իմանալ եւ նաեւ սպորտ, մշակույթ, կրթություն, սա բարեկամության նշան է եւ կրկին ողջունելով բոլորին Քաջարան քաղաքում ձեզ քաջարողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, սիրելի քաջարանցիներ, հարգարժան ընտանիք, հայր, մայր եւ երեխան, ես նույնպես ողջունում եմ այս գեղեցիկ միջոցառման մասնակցության համար, քանզի սա միակ միջոցառումն է մեր հանրապետությունում սպորտային, որը կրում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ անվանումը։ 12-րդ տարին է ինչ կազմակերպվում է այս միջոցառումը եւ տարեստարի ընտանիքները ավելանում են, տարեստարի մենք կարողանում ենք ընդլայնել մեր սահմանները եւ ինձ համար նույնպես հաճելի է այսօր Քաջարան քաղաքում տեսնել այսքան ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել, հաղթել եւ արժանանալ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։ Ես ուզում եմ ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Քաջարանի քաղաքապետարանին, հանձինս պարոն Գևորգյանին այս գեղեցիկ առիթը ստեղծելու համար։ Եվ կարծում եմ, որ հաջորդ տարիները նույնանման առիթ կունենանք թե Մեղրիում, թե Սիսիանում, թե Գորիսում մարզային փուլ անցկացնելու համար։ Սիրելի ընտանիքներ, գիտեմ, որ բոլորդ էլ պատրաստվել եք, բոլորդ էլ ցանկություն ունեք պայքարելու, ես ձեզ առողջ պայքար եմ ցանկանում, հաղթանակներ եմ ցանկանում, միայն ուզում եմ բոլորս հասկանանք, որ այսօր շուրջ 90 հոգի պետք է մրցել։ Կա գլխավոր մրցավար, ցանկացած հարց պետք է լուծվի գլխավոր մրցավարի անմիջական ներկայությամբ նրա հետ։ Եկեք հարգենք մեկս մյուսիս, լինենք մի քիչ էլ ներողամիտ եւ այսօրվա գեղեցիկ օրը իսկապես վերածենք տոնի։ Շնորհավորում եմ ու բոլորի ցանկանում հաղթանակներ։ Ելույթ կունենան Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Քաջարան քաղաքի ամբողջ համայնքին, որ մեկ մասնակցում եք այս մեր գեղեցիկ մարզարանալիրը, պարոն Գևորգյանի, այս կազմակերպիչներին, հանձինս պարոն Դավթյան, պարոն Դավթյանից շատ հաճելի է կցանկանայի, որ ամեն տարի մասնակցել մրցմանը մարզչական ընտանիք, դա կապ չունի, կգրավենք առաջի տեղ երկրորդ երրորդ, սա կարևոր մասնակցում ենք մեր երեխաների համար, որպեսզի մեր երեխաները մեծանան շատ լավ, առողջ, պիտանի լինեն մեր հայրենիք։ Առաջին տարի Ոչ երկրորդ տարի մասնակցում, անցյալ տարի գրավել եմ երկրորդ տեղը, Քաջարանը մեծ գրավեցի առաջի տեղ, նա մասնակցում եմ մարզային թողը։ Տեղ գրավելու դեպքում առաջ երկրորդ երրորդ տեղ էր գրավելու դեպքում ստում է թե հաջողությունը կժպտակ կգնանք սաղկացել։ Շնորհակալություն։
Կարծեք, թե մոտենում է ավարտը, լավագույն մարզական ընտանիք, մարզային փուլի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ կարողացաք ակտիվ մասնակցություն ունենալ այս միջոցառմանը եւ ուզում եմ ձեր ծափերով շնորհակալություն հայտնել Մշակույթի նախարարության սպորտի վարչության գլխավոր պարոն Պրզյանին եւ պարոն Գալստյանին այսօր այստեղ են մասնակցելու խրախուսելու Եվ երրորդները Մեհեր Հարությունյանի ընտանիքը։ Աղա Քաջարյանը, Աղաջի Տեր Գելավերը, Նվեր Լևոնյանի ընտանիքը։ Երկրորդները Սանդր Գաբրելյանի ընտանիքը։ Եվ երրորդները Աբդուլ Ադակերյանի ընտանիքը։ Երկու 1999-2000 թվականից է մասներ։ Այսինքն երեխաներ ուժդի։ Քաղաք կապան, առաջ տեղեգավել Նորան Սարգյանի ընտանիքը։ Երկրորդները գրավել է Աշխան Սարգսյանի ընտանիքը։ Երրորդները գրավել է Մասիս Ղազարյանի ընտանիքը։ Աղա Քաջարյանը Եվ երրորդները Հաջի Գալստյանի ընտանիքը։ Ռոժան նորից փորոտը ցանցացեք։ Եվ բարեկամներ, այո, ամփոփվեց մարզային փուլի արդյունքները, հայտնի են այն 12 ընտանիքները, որոնք Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հանրապետական փուլի։ 2007-2009 թվականների ծնված երեխա ունեցող ընտանիքներից երրորդ տեղ գրավել է Անդրասյանների ընտանիքը։ Եվ 2007-2009 թվական ծնվածների երկրորդ տեղ գրավել է Ավագյանների ընտանիքը։ Եվ առաջին տեղ գրավել է Հարությունյանների ընտանիքը։ This 2004-2006 թվական ծնված երեխա ունեցողներ երրորդ տեղ գրավել է Հովհաննիսյանների ընտանիքը։ Երկրորդ տեղ գրավել է Հարությունյանների ընտանիքը եւ առաջին տեղ գրավել է Օվչյանների ընտանիքը։
2001-2003 թվական ծնվածների երրորդ տեղ գրավել է Հարությունյանների ընտանիքը։ Երկրորդ տեղ գրավել է Սահակյանների ընտանիքը։ Եվ առաջին տեղ Ադամյանների ընտանիքը։ Եվ վերջապես 1990 թվական ծնվածներ երրորդ պատվավոր տեղ գրավել է Ղազարյանների ընտանիքը, երկրորդ Սահակյանների ընտանիքը և առաջին պատվավոր տեղ Սարգսյանների ընտանիքը։ Սիրելի տարիքի անդամներ, ամուսիններ և երեխաներ, ես կարծում եմ մենք բավականին ժամեր միասին ենք և համար պայքարել ամենակարևորը, ճիշտ է դուք մտերմացեք, բայց նաև ամեն պայքարի մեջ ենք, համ սիրում եք պայքար և համարում եմ, որ արժանները ամեն դեպս հասան հաջողության։ Եվ ես ուրախ եմ, որ մեր քաղաքում եմ ես միջոցառում կայանում հայտնի է որպես լեռնագործների մայրաքաղաք, բայց նաև կարծում եմ այսօր այս միջոցառման իրականացնում մեր համայնքում իրենցից ապացուցեց և համոզեցին, որ այստեղ կարելի է նաև ոչ միայն մարզային, այլ նաև հանրապետական միջոցառումներ անցկացնել, որովհետև կան նախապայմաններ, կան նախադրյալներ և կրկին կոչվելով բոլորիս նաև ուզում եմ իրազեկել, որ մինչև մենք այստեղ միջոցառումներ ենք անում մեր մարզադպրոցի սաները այսօր Ցանկաձորում գրավել է միջազգային մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր մրցաբանությունները։ Այսօր արժանացել է այդ բարձր ակտիվներին, կրկին ուզում եմ քաջալերել հորդորել Հայկամանը, Սիսյանը և Մեղրին, սա բազմաթիվ տարիների անդամների արդյունքում է։ Իրենք մասնակցել են մրցույթներին, հաճախ նաև հաջողությունների են հանդիպել, առաջնակարգ տեղեր չեն գրավել։ Սա չպետք է երբեք հուսահատեցնի յուրաքանչյուրին, սա կրկնաջան աշխատանքի արդյունք է։ Եվ կարծում նաև պետք է շնորհակալություն ասենք Հանրապետության նախագահի այս գեղեցիկ ավանդույթը մեր սպորտային մշակույթում ձևավորելու համար արդեն 11-12 տարի է այս միջոցառումները իրականացնում են և ես կրկին շնորհավորում եմ շնորհակալություն պարոն Ղազարյան ձեզ, մեր սպորտի և երիտասարդության նախարարության ողջ անձնակազմին, պարոն Ղազարյան ձեզ, պարոն Ղազարյան, ձեզ և Մասնակարանի համապատասխան բաժնին, նաև Մասնակարանի ողջ անձնակազմին, բոլոր սուհեստերին ողջունում եմ, շնորհավորում եմ կրկին բոլոր հաղորդողներին և Ցանկաձորում սուրճի պատմություն պարզապես պետք է բաց ընկալել։ Մենք ձեզ համար կապահովելու ենք։